Այո, ստացվում է, որ հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը, ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչ մի բան չասել, որովհետև տարիներով արձանագրելով բանակի խնդիրները, ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որպեսզի մենք վերացնենք այդ խնդիրները ու ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից, քաղաքացիությունից հրաժարվելու կամ կեղծ առողջական թղթեր սարքելու կամ երկիրը լքելու կամ ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով եւ ծառայությունը բաժին չի հասնի միայն մեծամասամբ սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց համար։ Ուզեցել եմ, որպեսզի մենք այս մարդկանց բերենք ծառայության պարտադիր եւ նաեւ նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, ինչը կուղենք ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին։ Ձեր այդ մտահոգությունները չի հասկացել կամ ինչու չընդունեց։ Թիմը նախագծին կողմ է եղել, թիմ նկատի ունեմ վարչապետին եւ կառավարությանը։ Կարող եք նայել 2025 թվականի մայիսի 22-ի կառավարության նիստը, որտեղ պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, փոխվարչապետը նիստ վարող պաշտպանում են օրենքի նախագիծը եւ միաձայն ստանում են նախագիծը դրական եզրակացություն։ Դրանից հետո ինչա տեղի կարճ ասեմ ինչա տեղի ունեցել։ Նախագիծը, որը որ դրական եզրակացությունը վեկել է ազգային ժողով, Քոչարյան Անդրանիկը ինձ ասել է, ես գնում եմ Ամերիկա գամ, խոսացել եմ կառավարություն, նախարարի հետ, բոլորը կողմ են, շատ լավ նախագիծ է, գնում եմ Ամերիկա գամ, անցկացնենք նախագիծը։ Ասել եմ, պարոն Քոչարյան ջան, եթե դու գնաս Ամերիկա, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք միջև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք, մենք պետք է այսօր նիստը անենք, որ միջև ամառային զորակոչ այս խնդիրները լուծենք, ամեն օր 8 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, եւս մի այդքանն էլ առողջական թղթերով են ազատվում, այսինքն ամեն օր որ հետաձգվի, մենք զորք ենք կորցնելու։ Բացի դրանից, եթե քանի արդեն քննարկումներ սկսել ենք, մարդիկ տեմպը արագացնելու են, այսինքն առողջական թղթեր սարքելու եւ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը աճելու է։ Հիմա մենք պետք է դա անենք։ Ասես չէ, ես գնում եմ Ամերիկա կամ նոր կանեմ, առանց նիստը չանեք, ասել եմ, խնդրում եմ, մենք առանց քեզ մի հատ նիստ անենք, կգաս երկրորդը իրար հետ կանենք։ Ինքը ասեց, չէ, մի արեք, ես կգամ, պետք է լինի 24 ժամյա ռեժիմով նախագիծը կանցկացնենք, կողմ են բոլորը։ Ինքը գնում է Ամերիկա, դրանից հետո մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում, որովհետև քվորում չի լինում հայտնի պատճառներով, որտեղ նաև ինքն է մասնակցություն ունեցել։ Դրանից հետո որ ինքը չեմ ուզում շատ բացեմ։ Այո, դրանից հետո երբ որ վերադառնում է Քոչարյան Անդրանիկը, երբ որ վերադառնում է, սենց անում։ Ասում ինչ նախագիծ է։ Առաջ անգամ եմ սես բան դրել, ո՞ս կարա մարդ փոխտակարժ ծառայ։ Ասում եմ, պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ, այդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 24 թվականին։ Այդտեղ նստած ես եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվի վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարի, ասում ես դեմ եմ, ասեց հա դեմ եմ, ես տենց եմ քվեարկելու, ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց։ Ինչ տեղի ունեցավ նախագծի տապալմամբ։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը 44%-ով աճեց։ Միջև այդ 2000 հոգի տարեկան հրաժարվում թիվը դառավ 3000 մոտավոր, մի քիչ։ Այդ մտահոգությունները կներեք, բանակի այս արատավոր խնդիրները կան, ստացվում է մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծը։ Ես հիմա պատմում եմ, թե ինչա տեղի ունեցել, ես թե ինչ են պայմանավորվել, թե ով ում զանգել ասել դեմ կքվեարկեք կամ ինչ է կազմակերպվել, ես դա չեմ կարող ասել։ Ես մի բան գիտեմ, որ նախագիծը ըստ իս վարչապետը հավանել էր, եթե հավանած չլիներ, մինչ գերատեսչական ինձ ուղիղ չի ասել, կներեք, սպասեք ավարտեմ։ Ինձ ուղիղ չի ասել, բայց քանի որ իմ խնդրանքներին միշտ
Ընդառաջ չգնաց է վարչապետը հանդիպումները քննարկումները կազմակերպել է աշխատանքային խումբ է ձևավորվել իր որոշումով ես գտնում եմ որ ինքը տրամաբանական է համարել եւ նաեւ քանի որ կառավարությունը տվել է դրական եզրակացություն բնականաբար եթե վարչապետը դեմ լիներ վարչապետն էլ չէ նշում որ կառավարությունը ես եմ չէր կարող վարչապետը դեմ լիներ ու կառավարությունը տար դրական դիրքորոշում վարչապետի որոշումը դեմ է եկել նաեւ Նիկոլ Փաշինյանին իր այս քվեարկությունը իմ ասածից նաեւ կարող եք այդպես եզրահանգել Դուք վարչությունից դուք վարչությունը անդամ չէ վարչության ընտրությունների ժամանակ եւ կուսակցական ընտրությունների ժամանակ այսինքն թիմը ընդհանուր առմամբ մենակ ձեր նախագիծը չի շատ հաճախ վերջի շրջանում ձեզ մերժում է ու դժվար թե մենակ տեսեք ինձ մերժել է շնորհակալ եմ անձնական հրահանգով հիմա մի հատ բան ասեմ թիմի մերժելը որն է ես ներկայացնում օրենքի նախագիծ որը մեր պետության համար է ու ես հիմնավորումներով դա ապացուցում եմ ու նաև դա արձանագրվում է կառավարության որոշմամբ այսինքն եթե կարան ինչ-որ մարդիկ ինչ չսիրեն կարա ինչ-որ մարդ իմ հետ խնդիր ունենա անձնական կամ ոչ անձնական կամ ուղղակի սիմպաթիայով ինձ չհավանի բայց սեփական ամբիցիայով կամ սիմպաթիայով կամ քնախնդրության պատճառով տապալես պետության համար կարևորագույն նախագիծը ես որ հիմա հնարավորություն ունեմ կարող եմ լացեմել էլի որովհետև անընդունելի է դա չի կարա տենց բան լինի որ դու մարդու հետ անձնական խնդիր ունենաս քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես դու ասես տեսար Սարգսյանակին տապալեցի գլուխ գովաս ասես տապալեցի չկարացավ անի բայց չես ասում որ դու տալիս ես քո բանակի աշկն ես հանում քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է քո զորքի թիվը 44000-ից 14 տարում իջել է 14000 ասում եմ եկեք միջոց ձեռնարկենք ասում են բանը Մեջը խոսում ես Սարգսյան Հայկը բանը, իր PR-ի համար անում։ Միշտ եմ իմ PR-ի համար անում։ Բանակի համար եմ անում։ PR-ի համար անելուց լինի 50 տարի կլինեի ես խմբակցության падգամավոր։ Բայց ամենակարևորագույն հարցերը որ բարձրացնում եմ։ Ինչի համար հարաբերությունն է, չէ՞ փչանում դրա արդյունքում։ Նախարարների հետ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերություն է փչանում։ Բնականաբար, որ մարդու խնդիրների մասին խոսում ես, հարաբերություն է փչանում։ 2 տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին։ Ասում եմ բանակում շաբաթը մեկա զորքը լողանում։ Հնարավորություն ստեղծենք თუ ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագի 24 թվականի падգամավորներից մեկը փակ մեր հանդիպման ժամանակ հարց տվեց թոքաբարբով զոհ ենք ունեցել մահվան դեպք ենք ունեցել բանակում որ սառաջերով հավանաբար լողացել է դե ասես մենակ մեր բանակում չի որ շաբաթը մեկա բազմաթիվ բանակներում տենց է ուսումնասիրեմ տասնյակ բանակների փորձը բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են Հայաստանում աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած երկրներում որ շաբաթը մեկ են լողանում ասել եմ լրացուցիչ ծախս չի սա առաջարկեմ ասել եմ խնդրում եմ ստեղծենք հնարավորություն մեզ զորքը ամեն օր լողանա Դե 2 տարի անցել է նույն վիճակն է։ Հա հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոսակազմը, որ զորքը կարող է ամեն օր լողանա։ Բայց մեծամասամբ մեր տեղեքը շաբաթը մեկ են լողանում։ Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմը շաբաթը մեկ լողանա։ Դե թող ուրեմն միջև այդ խնդիրը չլուծեն, իրանք շաբաթը մի անգամ լողանան։ Տենամ կարան Բա մեր զորքի համար չի պիտի մենք լավ պայման։ Ես հիմա առաջ անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի այլ հնարավորություն էլ չունեմ իլ մեջս պահելու։ Ինչ չեն կարող բռնեն։ Երբ Վալենտ Սիմոնյանն ասում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխիք։ Չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։ Ուրիշ ասել ունեմ։ Փաշինյանը կողմ է ձեր այդ նախագծին։ Վերջին ասուլիսի ժամանակ երբ որ ձեզ էր անդրադարձել, նա բավականին կոշտ էր խոսում, ասում էր, որ այդ հարցին արդեն անդրադարձել եմ։ Այսինքն ազդել է նրա։ Նման բան չի ասել վարչապետը։ Անցել է ամիսներ իմ նկատմամբ քրեական գործեր չի հարուցվել, որևէ քրեական գործ չկա։ Ոչ դեռ ոչ էլ առաջիկա չկա նման բան, չի կարող հարուցվել։ Այսինքն պետք է լինի հնարովի գործ։ Իսկ մեր պետությունում հեղափոխությունից հետո չի կարող։ Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ նման բան չի կարող լինի ու չկա տես բան։ Խնդրում եմ տես վերնագրեր մի դրեք, որ Սարգսյան Հայկը ասեց, չի կարող նման բան լինի, չկա, նման քննարկում չկա։ Վարչապետի տրամադրությունը Ես առանձին հանդիպում չեմ ունեցել վարչապետի հետ։ Վարչապետի հետ իմ հարաբերությունների մասին խոսալու առիթ չգիտեմ ունեցել եմ թե չէ։ Մենք ունեցել ենք շատ ջերմ ընկերական մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիսը, երբ վարչապետը դառել է հանրապետության վարչապետ։ Ես իրան համարել եմ ինձ հարազատ եղբայր։ Իմ ավակ եղբայր ու մենք տենց ենք հարաբերվել։ Հիմա ինչ։ Վարչապետ դառնալուց հետո այդ հարաբերությունը չի կարող շարունակվի, որովհետև եթե դու չես կարող քո ընկերոջը ամեն պահի զանգել, կապը կորում է ու այդ ընկերությունը չի կարող շարունակվի։
ու ես դա բնական եմ համարում ու նորմալ եմ համարում։ Եթե առաջիկա 10, 20, 30 տարվա ընթացքում կլինի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, մենք էլի կլինենք ընկերներ, այժմ մեր ընկերությունը հաստատի չի շարունակվում։ Այսինքն կա ընկերությունը, բայց չի շարունակվում։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ փակ նիստից մի մեջբերում արեցիք, ասեցիք ինձ ասում են ԿՊ ֆրակցիայում վարչապետ ես բերում մեր վրա, ով է նման բան ասում։ Դա ինչ եղել է փակ նիստում, թող մնա փակ Դուք արդեն կներեք։ Դե որովհետև պետք էր ասել, որպեսզի նման վերնագրերի տեղիք չտանք, որպեսզի մարդիկ չգնան ասեն Հայկը դուս եկե Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչ որ փորձեն ինտրիգներ սարքին եւ այլն։ Դրա համար եմ դա ասել։ Վարչապետ ասելով ում էին ակնարկում, որ կխներին վարչապետ են տանում, գազդուկություն տանել։ Ինչի մասը։ Չէ, պատասխանեք։ Նարեկ ջան, Կներեք, դա այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Հիմա դուք երբ այսպես ինչ որ փակ նիստից մեր բանակի մասին, զինվորները չեն լողանում, դուք որ այդպիսի բաներ հայտարարեք, ամեն դեպքում դա տեղեկատվության, անվտանգության հարց չի, գուցե մեր թշնամիները Շատ լավ է, կարևոր հարց եք տալի։ Հիմա ասեմ, 19 թվին, երբ որ ես ասում էի 44-ից դարել 25, գլխավոր շտաբով, բանով, պաշտպանության նախարարությունով, վայ էսա թշնամին կիմանա, մեր թիվը պակասել է, այս ինչ անում Սարգսյան Հայկը եւ այլն, ես ասում եմ խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։ Եթե դու խնդիրը չես բարձրաձայնում, դու չես կարող լուծել։ Հետո ինչ դարավ, կներեք, մի քանի ամիս հետո ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը, ու պատերազմից հետո նաեւ պաշտպանության նախկին նախարարը ինչ ասել։ Ասելա որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանը ափի մեջ, ասենց 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժը։ Այսինքն իմացել է, որ տեղա պաշտպանության բանակի հրամանատարը խոցել է, որտեղ են տեղակալները խոցել։ Այսինքն ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ արել։ Այսինքն այն միտքը, որ վայ թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականի, որովհետև թե մեր զորքի տեղակայման վայրերը, թե սնուցման ճանապարհները, թե դիրքերը եւ այլն, բոլորը դիտարկվում են եւ դիտարկվելու են, այսինքն այդ միտքը, որ այ խոսում է բանակի մասին, հեսա գաղտնիությունով մի վիճակը կվատանա, վիճակը քրիտիկական արդեն վատացել է 20 թվականից դա ֆիքսվել է ու նաեւ այդ քննիչ հանձնաժողովը, որ ստեղծվել է 44-ամյա, դրա ընթացքում դրա մասին խոսացել ենք, որ թշնամին սաղ իմացել է։ Պարոն Սարգսյան, դուք նաև նիստի ժամանակ նշեցիք, որ մի դպրոցի դասարանում բոլոր տղաները բացի մեկից հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, դա ոչ դպրոցն է։ Ես չեմ ուզում նշեմ падգամավորի անունը, որպեսզի այդ դասարանում խնդիրներ չառաջանան։ Դա ոչ դպրոցում է։ Դպրոցն էլ չեմ ցանկանում նշել։ Չէ, բայց դա խնդրահարույց է, այսինքն եթե խնդրահարույց է, դա միակ դեպքը չի։ Կազմակերպված ինչ-որ բան։ Դա միակ դեպքը չի։ Բազմաթիվ դասարաններ կան, որտեղ դպրոցը ավարտելուց հետո որևէ մեկը չի զորակոչվում բանակ։ Եթե ծանոթներ ունեք հատկապես էլիտար համարվող դպրոցներում, մի հատ կարակ հարցումներ անեք, ասեք, այ օրինակ 25 թվականին ձեր դպրոցից քանի հոգի է, քան տղա է ավարտել դպրոցը, քանից է գնացել բանակ։ Այսինքն սխեմա է, բոլոր Այսինքն սխեման հետևյալն է, ովքեր որ փող ունեն, միջև 18 տարի լրանալ հրաժարվում են, խիեմ ասում փող։ Դա այդ փողը Հայաստանում չեն ծախսում, դուրսն են ծախսում։ Եվրոպայում շատ, Ռուսաստանում ավելի քիչ, գումարա դուրս գալի Հայաստանից դրա արդյունքում, այդ տղեկն են դուրս գալիս մեր պայստազորից հաշվառումից ընդհանրապես, ու մենք կորցնում ենք եւ իրենց գումարները եւ ամեն ինչ։ Ես առաջարկել եմ այս սխեման փակենք ու շուրջ տանք, որ այդ գումարները ոչ թե հոսեն Հայաստանից դուրս, այլ գան հոսեն ծառայող տղաների գրպանները։ Տեսեք ոնց է, հիմա տարեկան 3000, չիմա ասեմ։ Դա խնդրահարույց չէ։ Հիմա ո՞րն է ավելի լավ, ինքը вообще փող չտա ու չգնա ծառայության, թե տեսեք 3000 տղա ունենք տարեկան, որ քաղաքացիությունից հրաժարվում է։ Եթե նրանցից 1000-ը օգտվեին այս կետից, այսինքն 15 միլիոն վճարեին նոր հրաժարվեին, որ ասում եք, դուք ինչի վրա եք հողում ինձ տվել է ներքին գործերի նախարարությունը։ Այսինքն հարցում եմ արել, թե քանի հոգի քաղաքացիություն։ Այո, բաց տեղեկատվությունն է, կարամ ձեզ էլ տամ, դուք էլ ուսումնասիրեք։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Ես ասել եմ 3000 հոգի քաղաքացիությունից հրաժարվում է, վերում ենք 15 միլիոնի արգելքի դնում ենք։ Կամ էլ ասում ենք 15 միլիոնը դուք մի ամիս ծառայ, այսինքն դու ես որոշում 15 միլիոն տալիս ես հրաժարվում ես ու չես ծառայում, կամ նույն 15-ը տալիս ես գալի մի ամիս ես ծառայում,
Ու սրա արդյունքում եթե մեզ հաջողվեր այս 3000-ից 1000-ի բերել ծառայության 1000-ով ավել զորակոչ կունենայինք եւ մեր զորացրվողները ամեն մեկը 1.5 միլիոն կստանային այսինքն որտեղ մենք տարեկան մոտավորապես 10000 զորացրվող ենք ունենում կհավաքագրվեր 15 միլիարդ որը բաժանվելով ամեն մեկը կստանար 1.5 միլիոն այսինքն այնտեղ են ով որ գալիս է հաջորդ օրվանից սկսում է բանվորություն անել կունենար 15 միլիոն կգնա ժող ինստիտուտում կսովորեր կամ նոթբուք կառներ IT մասնագետ կդառնար այսինքն իր կյանքը ինքը կկազմակերպեր կամ ինչ որ արհեստով կսկսեր զբաղվել զոդող կդառնար մասնագետ զոդման ապարատ կառներ ու իր կյանքը կկազմակերպեր այսինքն չէր լինի ինքը սևագործ բանվոր որպես իր օրվա փողը վաստակի այլ ինքը կունենար կյանք մտնելու մեկնարկային գումար հիմա մեր գործընկերները որոշեցին որ պետք չէ այդ հնարավորությունը տանք պետքա թողենք ոնց որ կա այսինքն էլիտար պրոստերում էլի շարունակեն բոլորը քաղաքացիությունից հրաժարվեն չծառայեն մարզերում 50% զորակոչ ունենանք ես խեմ այդ թիվը բարձրացնում ասում եմ Երևանում զորակոչի թիվը քրիտիկական ցածր է երբ մենք ասում ենք հանրապետությունում 30-ից 35% է զորակոչը դա մարզերի հաշվին է այդքան Երևանում 10, 13, 14, 16% է զորակոչը տարենք ունեցը 10 աղ այսինքն անհավասարությունը կա ու այս օրենքի տապալման որ ուզում են ասեն որ այ չեղավ այդ անարդարությունը այդ անարդարությունը խորանալու է ու որը որ այսօր կա չի լուծվելու ինչի համար ցավում եմ էսա սա ամբողջ միտքը սա է ուրիշ բան պետք չի դա կման գալ կներեք եթե օրինակ հա հիմա խաղաղ վիճակներ հա բայց չգիտենք ինչ զարգացումներ կնեն աստված տա երբեք էլ մարտական գործողությունների գնալու անհրաժեշտություն չլինի բայց եթե նման իրավիճակ ստեղծվի այդ փող տված 15 միլիոն դրամ տված եւ չտիրապետողներն ինչ են անելու կա նաեւ գումարի չափ որ տան եւ ասեն այ մենք մարտական դրա համար ես ինչ եմ առաջարկում դրա համար ոչ միայն առաջարկին է որպեսզի 15 միլիոն տա հրաժարվի այլ նաև նույն հնարավորությունով 15 տա ու միամիտ ծառայի սա ինչ կտար քաղաքացին կհաշվեր կասեր ես հիմա պիտի 15 միլիոն տամ գնամ մի հատ դրսում փող ծախսեմ քաղաքացիությունից հրաժարվեմ ու որոշ խնդիրներ ամեն դեպքում Հայաստանում ունենամ ավելի լավ է 15 տա միամիտ ծառայեմ միամիսը կծառայեր կմտներ պայստազոր մի ամսում հնարավոր է տիրապետեր զինված ուժերում ծառայության կանոնների մեծ մասին ու երբ որ արդեն կլիներ մարտական գործողությունները հավանական կամ էսկալացիան արդեն այս մարդուն մենք կունենայինք մեր պայստազորում այսինքն ինքը ոչ թե կլիներ զրոտ քաղաքացի այսինչյան այլ ինքը կլիներ միամիս պատրաստված զինծառայող ով կկարողանար համալրել զինված ուժերի շարքերը ու այնպես չի որ դա նորություն է կամ ամբողջ աշխարհում ես բան հեծանիվ եմ նոր հորինը Թուրքիայում նման հնարավորություն կա Ղազախստանում նման հնարավորություն կա Հունաստանում նման հնարավորություն կա որտեղ մարդիկ ծառայում են 21 օր 35 օր կամ 1 ամիս արագացված ընթացակարգով դառնում են լավ զինվորներ ես վստահ եմ եթե իմ ցանկած իմ պատկերացրած եւ իմ ու նախանշած ձևի կարողանանք կազմակերպել դասընթացները 1 ամսում ենք ավելի լավ զինվոր կունենանք քան 1.5 կամ 2 տարի։ Այս ամեն ինչ հնարավոր է որ գա հանդիպ մի փուլի որ դիտարկում եք այդ սցենարը որ ձեզ կարող պարտադրեն մանդատից հրաժարվել։ Չեմ դիտարկում նման սցենար։ Պարոն Սարգսյան նշեցիք որ Անդրանիկ Քոչարյանը անձնական ինչ որ ամբիցիաներով է նման քայլի գնացել որ ասի տեսեք Հայկ Սարգսյանի նախագիծը տապալեցի։ Ինչ անձնական հարցերը կրկնվում են մենք անձնական վեճ չենք ունեցել։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ բայ բոլորի հետ հատկապես Քոչարյան Անդրանիկի հետ միակ վեճը որ կարելի ասել դա եղել որ ինքը ասել է ես չեմ ուզում առանց ինձ նիստը վարվի ես էլ ասել եմ դրա հետևանքը լինելու է այս կորուստը պետության համար պիտի կշռենք հիմա որ դուք նիստը չվարեք ինչ վնաս ենք կրում եթե այս օրենքը չի ընդունվում ինչ վնաս ենք կրում հիմա ինքը մտածել է որ իր նիստը չվարելը ավելի վնաս է քան այս բան թե քան այս օրենքի հավանական վնասները չընդունման դեպքում շնորհակալ եմ շատ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ Եղամ Մանուկյանի հետ խոսելիս ասում էիք ձեր մի րոպե Հայերան ինչպես է պատկերացնում Օրինական Ավանեսյանը որ 22 թվին է ԿՊ դարձել երրորդ տեղն է գրավում Փաշինյանի հետ ճանապարհ եք անցել եւ այլն Ես եղել եմ քաղաքացիական պայմանագիր դեռևս հասարակական հասարակական միավորման անդամ դեռևս 2015 թվականից եւ դարել եմ կուսակցության հիմնադիր անդամ բայց մնացած ընթացքը ցույց տվեց այլ բան շնորհակալ եմ շատ